Հայաստանն արդեն մի քանի տարի է սառեցրել է իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և հետադարձի ճանապարհ չի տեսնում։ Արձանագրում է Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը, ընդգծում Երևանը ի գիտություն կընդունի, եթե ՀԱՊԿ գործընկերները որոշում կայացնեն Հայաստանի զրկելու ձայնի իրավունքից։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը, նշել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել կազմակերպության նոյեմբերի 11-ի գագաթնաժողովում։ Չեմ կարծում, որ այստեղ մենք որևէ պատճառ կամ հանգամանք կա, որը կարող է մեզ ստիպել ակտիվացնել մեր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում։ Գիտեք, որոնք են եղել խնդիրները, որի բերումով Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը, եւ այդ խնդիրները ըստ էության չեն լուծվել մինչև օրս։ Մենք չենք տեսել որևէ նույնիսկ քաղաքական մակարդակի հայտարարություն, որը նույնիսկ դատապարտեր 2022-2023 թվականներին տեղի ունեցած Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Խանդանյանը արհեստական է համարում նաև Հայաստանում Եվրամիությանն անդամակցելու հանրաքվե անցկացնելու հարցը, ընդգծում Հայաստանն առաջիկա ամիսներին չի կարող հանրաքվեի դնել մի բան, որի շուրջ գործողություն չի կատարել, այսինքն Եվրամիությանն անդամակցելու հայտ չի ներկայացրել։ Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ում մնալուն, ինչպես տեսակ միջկառավարական խորհրդի նիստին Հայաստանը մասնակցեց եւ ներկայացրեց մեր դիրքորոշումը, նաեւ Հայաստանը ԵԱՏՄ բոլոր ֆորմատներում, բոլոր գործընթացներին ակտիվ մասնակցում է, ներդրումն է ունենում, ինչպես քաղաքական առումով, այնպես էլ նաեւ ֆինանսական միջոցների ծավալով Հայաստանը ակտիվ մասնակից է եւ այստեղ նաեւ կարեւոր է ԵԱՏՄ բոլոր անդամ երկրների դիրքորոշումները նման հարցերի անդրադառնալիս մենք կշարունակենք աշխատել մեր ԵԱՏՄ գործընկերների հետ, ԵԱՏՄ-ի հետ մեր կարգավիճակը ԵԱՏՄ-ում եւ անդամակցության շարունակությունը նաև ամրագրված էր Քաղաքացիական պայմանագրի կուսակցության նախընտրական ծրագրում եւ դա իր արտացոլումը կգտնի նաև կառավարության ծրագրում։ Իսկ եթե Հայաստանին հեռացնեն ԵԱՏՄ-ից, Խանդանյանը նկատել է, դա հեշտ կայացվող որոշում չի լինելու, բայց նաև Հայաստանը չի պատրաստվում այս հարցի շուրջ առճակատման գնալ։ Երբ Հայաստանը որոշում կայացնի ԵՄ-ին անդամակցելուն դիմում ներկայացնել, այդ ժամանակ պետք է ընտրի կառույցներից մեկը։ Հատկապես հիմա, երբ որ մեր օրինակ արտադրողները, գյուղատնտեսական արտադրանք արտադրողներ, այլ տնտեսվարողներ, որոնք խնդիրների են բախվում Ռուսաստան արտահանումների հետ, իրենք այս process-ը նաև հնարավորություն է մեր տնտեսվարողների համար համապատասխանեցնել իրենց ստանդարտները եվրոպական շուկաների համար եւ ունենալ ալտերնատիվներ։ Կառավարող ուժի պատգամավորը շեշտել է Հայաստանի որևէ հարաբերության խորացումը որևէ երկրի հետ ի վնաս չէ այլ հարաբերություններին։ Դրանով է բացատրվում Հայաստանի բալանսավորված ու բալանսավորման արտաքին քաղաքականությունը։ Այլ հարցերից խոսելով թրիփի ընթացքից Խանդանյանը չի կարծում, որ Իրանի ու ԱՄՆ-ի լարված հարաբերությունները կազդեն թրիփի իրագործման վրա։ Ինչ վերաբերում է Իրան-ամերիկյան հարաբերություններին, իհարկե մեր շահագրգռվածությունն այն է, որ հնարավորինս արագ խաղաղություն հաստատի եւ մեզ մեծ հույս էր նշնչել այն պայմանավորվածություն, այն բանակցությունները, որոնք մի քանի ամիս առաջ տեղի ունեցան Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ, կարծես թե ձևավորվել էր խաղաղության պլան, հույս ունենք այդ պլանը կիրագործվի, իսկ ինչ վերաբերում է թրիփին իրագործմանը Հայաստանում եւ Հայաստան-Իրան հարաբերություններին, այստեղ կարծում եմ որևէ մտահոգվելու առիթ չկա, մենք մեր գործընկերների հետ Հայաստանի կառավարությունը ակտիվ քննարկել է այս հարցը, փոխըմբռնում կա այս հարցի շուրջ։ Անդրադառնալով թրիփի շրջանակում երկաթգծի կառուցման հարցին ԱՄՆ-ի եւ Իրանի միջև լարված հարաբերությունների համատեքստում Խանդանյանն ընդգծել է, որ երկաթգծի կառուցումը Իրանի եւ ԱՄՆ-ի միջև հարաբերություններից կախված չէ։ Երկաթգծի հարցը օրակարգում է։ Այս պահին ուսումնասիրվում է տեղանքը, դրա իրագործելիությունը եւ երբ ուսումնասիրություններն ու տեխնիկական զննություններն ավարտվեն, կսկսվի շինարարությունը։ Քաղաքական խոչընդոտ այստեղ չկա։ Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի սակագնի հարցի քննարկման մասին։ Այս հարցի շուրջ չգիտեմ Ռուսաստանի հետ վերջի խոսակցությունը երբ է եղել եւ ծանոթ չեմ մի հայտարարության, որը հիմք է մեզ մտածելու, որ գազի սակագինը կարող է փոխվել, այնուամենայնիվ, երբ որ նման իրավիճակ առաջանա կրկին բարեկամաբար մենք մեր ռուս գործընկերների հետ կունենանք այս քննարկումները, բայց դիվերսիֆիկացիան իհարկե կարևոր է։ Թրիփը եւս նաեւ
գազամուղի է վերաբերվում, այսինքն Հայաստանի տարածքով անցնելու է թրիփի շրջանակներում գազամուղ, եւ սա գուցե եւս մեկ հնարավորություն է, որպեսզի մենք դիտարկենք եւս մեկ աղբյուր ունենալու, օգտվելու այդ գազամուղի հնարավորություններից։ Իհարկե սա շատ տեսական միտք է, որը ես հիմա այս պահին արտահայտում եմ, բայց դա բարդ չէ գործնականում իրականացնել։ Մերի Խաչատրյան, Արամ Հարությունյան, լուրեր։